այս համատեքստում падգամավորներից մեկը, եթե չեմ սխալվում, ասաց, որ ձեր դեմ ինչ-որ հաղորդում պետք է ներկայացվի կամ ժողովրդի լեզվով ասած, այսպես գործ տալու մասին ակնարկեց, ինչ-որ նորություն կա։ Կներեք, պարոն Քոչարյան, կներեք, ձեր ասածը քրեական ենթամշակույթի բաղադրիչ է։ Հաղորդում ներկայացնում, կներեք, պարոն Քոչարյան, ոչ։ Այսօր ներողություն չեք խնդրել։ Պարոն Քոչարյան, կներեք, ձեր ասածը քրեական ենթամշակույթի բաղադրիչ է։ Ես եմ ընտրում իմ խոսքը ու եթե դուք զգուշացում։ Ինչի համար։ Հաղորդում։ Ուրեմն լսեք միջև վերջ, կասեմ ինչ նկատի ունեմ։ Պարոն Քոչարյան, ասում եմ ձեր ասածը քրեական ենթամշակույթի բաղադրիչ է։ Ասում եմ հիմա դուք ինձ լսեք, պարոն Քոչարյան։ Ձեր ասածը քրեական ենթամշակույթի ոչ դուք չեք խոսում, անջատեք պարոն Քոչարյանի վերջացնեմ նոր կարող եք անջատեք պարոն Քոչարյանի խոսափողը։ Ես եմ խոսում պարոն Քոչարյան, ուրեմն լսեք ինձ։ Ասում եմ ձեր ասածը քրեական ենթամշակույթին բնորոշ խոսույթ է։ Հայաստանի Հանրապետությունում չկա նման բան ու չկա մի падգամավոր, որ կարա այս դահլիճում ոստիկանությանը հաղորդում ներկայացնելը անվանի գործ տալ։ Եթե կա նման падգամավոր, նրա խոսափողը կանջատվի։ Հաջորդ հարցը Մեսրոպ Մանուկյան։ Պարոն Եղոյան, նստեք, ձեզ հայտարարվում է նախազգուշացում, նստեք ու մի միջամտեք։ Պարոն Եղոյան, մեկ նիստի ընթացքում դուք զրկվում եք խոսափողից հանդես գալու իրավունքից։ Պարոն Եղոյան, Մեսրոպ Մանուկյան, համեց։ Պարոն Ալեքսանյան, կարծում եմ երեկոյան Հիմա ում հերթնավ ներողություն։ Այդ արդեն ես կապ չունեի, պարոն Մանուկյան։ Վերականգնեք իմ րոպեն։ Վերականգնեք պարոն Մանուկյանի ժամանակ։ Պարոն Ալեքսանյան, կարծում եմ երեկոյան նորից վառ համակարգի կարիք է կզգանք, բայց այն հարցադրումները, որ տալիս էիք պարոն Ֆարմանյանին, թե 400,000 դրամով ոնց այդպես փողերի տեր դարավ Գագիկ Խաչատրյանը, օրինակ ես կպատասխանեի Գևորգ Սաղոյանի նման։